Ես հաճախ ենք տեսնում Վարդան Ղուկասյանի հետ կապված հավաքներին, իմանալով հանդերձ նաև որ եղել եք Վարդան Ղուկասյանի ավականին։ Նախադեպը չունեցող դեպք եղավ եւ Սունաղեկյանի մանդատի զրկումը ճանաչվեց անվավեր, այո։ Ինչ եք կարծում, ինչ հույսեր ունեք ձեր մանդատը կվերականգնվի։ Որպես այդպեսին հույսեր չունեմ, որովհետև իրանք ամեն ինչ անում են, որպեսզի օղակը նեղացնեն, կլինի հակակոռուպցիոնի նամակներով եւ այլն եւ այլն։ Ամեն դեպքում կարծում եմ վաղտեղուշ արդարությունը վերականգնվելու է։ Թե Վարդան Ղուկասյանի ձերբակալության հետ կապված եւ թե ինձ եւ Անի Խուդավերդյանի մանդատից զրկելու առումով։ Շարունակելու եք այցելել նմանատիպ հավաքներին։ Բնականաբար, որովհետև այսպես ասած ինչքան էլ որ ասում են Վարդան Ղուկասյանը հայոյում է եւ այլն, ես ասել եմ նույնը քաղաքապետարանում, նույնը կրկնում եմ, երբ որ բուկլետները մեկնում էին բնակիչներին ընտրություններից առաջ, այդ ժամանակ բոլորն էլ գիտեին, որ Վարդան Ղուկասյանը հայոյում է, իսկ թե ինչու անցան ավականու մանդատավոր դարձան եւ ստացվեց, որ հիմա նոր հասկանում են, որ Վարդան Ղուկասյանը հայոյում է, դա ես չեմ կարող հասկանալ, չեմ էլ ուզում, դա աստված երբեք էլ չհասկանամ։ Ամեն դեպքում իմ պարտքն է լինել այստեղ, որովհետեւ եթե չլիներ Վարդան Ղուկասյանի հայտնիությունը, համբավը, հարգանքը, չէինք լինի ոչ մեկս ավականի, մեզ մաքսիմում կճանաչեին 500 հոգի, բայց ոչ ավելի։ Ճշմարտությունը մնում է ճշմարտություն։